նախկինում ծառայության դիմաց օրինակ Վարշավիրը կամ այլ ծառայություններ մատուցող քարտից քարտ փոխանցումով ընդունում էր, հիմա ասում է քարտից քարտ մի տվեք, որովհետև հարկ պետք է վճարենք։ Այո, հարկ պետք է վճարեք։ Հարգելի սիրելի քաղաքացիներ, մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որովհետև երբ որ այդ Վարշավիրանոցից դուրս եք գալիս, այնտեղ որ ոչ թե բանա, ոչ թե գրունտ է, եւ ասենք ենթադրենք բլուր, ոչ թե բլուր է 5 մետրանոց եւ կողքն է 4 մետրանոց փոս, դրանից այն կողմ ինչ որ բան, դա այդ վճարած հարկերի միջոցով է արվում։ Եվ մենք սրա մասին ի վերջո պետքա բան անենք։ Ես մեր քաղաքացիներին անդադար եմ ասում։ Գնում ենք բնակավայր ու քաղաքացիների հետ շփվում ենք, այսօր Հայաստանում հազարավոր չլուծված խնդրեմ կա։ Բան ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի, չգիտեմ, լուսավորության, ամեն ինչի մասին։ Ասում եմ կա, ինչքանի ծախս կլինի մոտավորապես, ասենք գյուղում, թաղում եւ այլն, կլինի 1 միլիոն դրամի, շատ 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիարդ, 10 միլիարդ, կլինի այդքան։ Ասում եմ հիմա եկեք ես ու դուք, ես էլ, դուք էլ, հետ գնանք տեսնենք մեր այդ համակարգի ներդրմանորից, քանի անգամ ենք մենք խանութից դուրս եկել, առանց ՀԴՄ կտրոն վերցնելու։ Քանի անգամ ես ինքս, որովհետև մենք մտածել ենք խանութի տիրոջ լավություն ենք անում։ Բայց այդ 50 միլիարդ դրամն է, որ մեզ թվում է, բայց 50 միլիարդ դրամ ո՞նց է ձևավորվում։ Ձևավորվում է տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնի միջոցով գեներացվող վճարվող հարկերից։ Եվ այս տրամաբանական կապերն են, որ մեր մոտ խզված են, որովհետև ել եմ ասում, մենք պետությունը ասում ենք դե բան է, էլի, սուլթանի փողն է, էլի, կամ շահի փողն է, էլի, կամ ցարի փողն է, էլի։ Ոչ ձեր փողն է, սիրելի քաղաքացիներ, ձեր փողն է։ Եվ այդ փողերով է, որ լուծվում է դպրոցի, մանկապարտեզի, անվտանգության եւ այլնի, բա որ ասում եմ կենացը, առողջության, այո, այս առողջապահության ապահովագրություն ենք մտցնում, որ կենացը, որ զինվորը էս ունեն, այն, իսկ ինչ որ չունի եւ չի ունեցել զինվորը, այդ չունեցածը բոլոր այդ չվերցրած եւ չպահանջած, չտպած ՀԴՄ-ների մեջ է մնացել։ Այս է կենացի եւ ոչ կենացի տարբերությունը, որովհետեւ եթե մի դեպքում ոտի վրա կենաց խմում ենք, բայց այդ գնաց օղու ՀԴՄ-ն չենք վերցնում, ստեղա, այս նեղ արանքում լուծվում այդ բոլոր հարցերը։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե sense խնդիր կա, որը կա բացահայտորեն, միգուցե երկարաժամկետ ինֆորմացիոն արշավ ձեռնարկենք հանրային բոլոր միջոցներով, որպեսզի այդ տրամաբանական կապը հստակորեն հանրությանը բացատրենք պետական ծառայությունների մատուցման եւ հարկահանության միջև, որովհետեւ փաստորեն տեղ չի հասնում կամ ջանքեր չեն գործադրել։ Գիտեմ տարական բան եմ ասում, բայց միգուցե պարզապես պետք է դա 1, 2, 3 տարի անել, որովհետեւ առանց դրա չի ստացվում փաստորեն։ Պարոն Սինյանյան, ինչ որ ես հիմա ասեցի, 2025 թվականին Հայաստանի 48 հանդիպում եմ ես ունեցել Հայաստանի տարբեր համայնքներում, կրթվել են նորաձև շարժման շրջանակներում, որտեղ հազարավոր մարդիկ են, չեմ հիշի թիվը, լավ բան չասեմ, այս նախադասությունը իրականում մեջբերում է այդտեղից, երբ որ ընդ որում գյուղերում, քաղաքներում, ամեն տեղ եւ այո, հիմա կառավարության նիստում ինչ եմ ձեր ժամանակը ծախսում, այդքան ասում կամ ինչ ենք ծախսում, էս էլ է արշավ, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում, է շատ կարեւոր հանգամանք է եւ այո, համաձայն եմ, բայց դա մենակ ուրիշներին չի վերաբերվում, դա մեզ էլ է վերաբերվում, որովհետեւ ես օրինակ ձեզ ուրիշ բան ասեմ, այս համակարգում այդ թվում իմ անձնական փորձով մենք խոցեր ենք հայտնաբերել։ Ես օրինակ մի անգամ բանի օրը, ինչ օր էր, գիրք նվիրելու օրը գնացի գրախանութից գիրք գնեցի բանով, քարտով։
Եվ քարտի այդ երբ որ անկանխիկ ես վճարում, թուղթ սովորաբար տալիս են։ Մեկ էլ մտքովս անցավ, հետո ինձ համար պարզեցի, որ այդ թուղթը ՀԴՄ չի։ Եվ մեր համակարգը այնքան ինտեգրված չի, որ քարտով վճարել դեպքում միանգամից ՀԴՄ գեներացվի։ Հիմա այդ հարցը լուծելու ճանապարհին հասել ենք միտեղ։ Այսինքն սենց բաներ կա, որ ասենք իրազեկումը իրազեկում, այս թուղթը վերցրել եմ եկել, հետո մտքովս անցե, բայց մի րոպե, սա ՀԴՄ է, թե ՀԴՄ չի։ Հետո անակնկալ պարզել եմ, որ դա ՀԴՄ չի։ Ինչ են կարել, ինչ են անում։ Ծրագրային լուծումներն ենք հիմա նախատեսում եւ օրենսդրական փոփոխությունները շուտով կներկայացնենք։ Այսինքն այն, որ մեզ թվում էր, թե անկանխիկ ստվեր չի կարող լինի, հանկարծ մենք մեզ համար արձանագրում ենք, որ անկանխիկն էլ կարող ստվեր լինի։ Չէ, բայց այնուամենայնիվ, բանկային գաղտնիք կա, էս կա, այն կա։ Ամեն դեպքում դա խնդիր է, որը մենք պետքա լուծենք։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ հարցի վերաբերյալ։ Իրազեկումը, այո, ամեն ինչի մասին, մեր բոլոր քաղաքականությունները, այս որոշման մասին, հնարավոր փոփոխությունների մասին, եւ մենք էլ պետք է իրազեկվենք խնդիրների մասին, որպեսզի, այո, կարող լինեն իրավիճակներ, որ մեզ թվում է, որ շատ կարեւոր է, դա պետք է լինի, բայց կարող է պարզվի, որ այդ հանենք այդ պահանջը ոչ մի վատ բան տեղի չի ունենա, ընդհակառակը ավելի հեշտ կլինի եւ ավելի ընկալելի կլինի մարդկանց համար։